Կառնվազն նախորդիվ մեր արձանագրած խախտումները իրենց հատկապես Գյումրիում ծավալային առումով եւ կրկին եմ ասում 21 թվականին այն տեսանկյունից, որ մենք բավական սուղ ռեսուրս ունենք ու անգամ այդ սուղ ռեսուրսների պարագայում քանակական առումով իրենք բավականին են, որ եթե այդ պարագայում դու համաչափություն ես տարածում, եթե համապետական մակարդակով կարողանայինք իրականացնել այդ գործունեությունը, քանակական առումով կարող է էականորեն տարբերվեն։ Ուստի ես ինձ թույլ եմ տալի եզրահանգում անելու, որ բնավ իրենք ինչքան էլ փորձում են բարձր ամբիոններից մեր օրվա իշխանությունները պնդել, որ ընտրությունները օրենքի տարին համապատասխան ազատ, արդար, հավասար ուղղակի են իրականացվում, մենք փաստացի արձանագրումներ ունենք, որ դա այդքան էլ այդպես չէ, մեղմ ասած, եւ վարչական ռեսուրսի միջամտությունը Գյումրիում բոլոր տրամաբանության ու համաչափության կանոններից դուրս էր, որովհետեւ վարչական ռեսուրսը ոչ միայն պետական մարմիններին հորդորներով ու պետական ռեսուրսների շահարկմամբ էր, հիմա կարող եմ մի քանի դեպք թվարկել, դեպքերից առաջինը հենց այդ ժամանակ հիշում եք ժամանակավոր պաշտոնակատերեր իշխանության թեկնածուն ընտրություններում Գյումրիում, իրենք վարչական ռեսուրսներ էին օգտագործում նյութական առումով, վարչական ռեսուրս էին օգտագործում ազգային ժողովի ամբիոնից, որովհետև իշխանության թեկնածուներ բնականաբար ընտրական օրենսգիրքը հստակ սահմանափակում ունի, եթե հանրային հեռարձակողով մի ուժի օգտին քարոզ է իրականացում, դա պետք է համաչափ բաշխվի նաև ընտրություններին մասնակցող մեկ այլ մյուս ուժերի միջև։ Մեր հանրային ծառայության մասին օրենքը կրկին քարոզչության եւ քաղաքական խոսույթի սահմանափակումներ էր նախատեսում։ Իշխանության ուժի падգամավորները մեկը մյուսին հերթ չտալով պարբերաբար ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին քաղաքական հայտարարություններ անելու համար, քարոզչություն անելու համար, ընդդիմադիր քաղաքական գործիչներին տարբեր հակաքարոզչական պիտակներ, հակաքարոզչական հայտարարություններ անելու համար եւ պիտակավորելով։ Այս ամենը կոնկրետ խախտումներ էր ու ցավոք սրտի մենք հստակ իրավական վերլուծության տեսքով ամբողջական զեկույց ենք ներկայացրել, այդ զեկույցը հրապարակված է, եթե ցանկություն ունենաք հասանելի է, ցավոք սրտի հետևանք չունեցավ։ Նաեւ մի հետաքրքիր միջադեպ էլ այս թարմ վաղարշաբաթի ընտրությունների հետ կապված պատմեմ, ինձ հենց ձեր գործընկերներից մեկը երեք դիմեց պարզաբանում խնդրելով, պարզվում է մեր դիտորդական առաքելություններից մեկը մյուս դիտորդական առաքելության վերաբերյալ, եթե չեմ սխալվում, ականատես դիտորդական առաքելությունը, Հայաքվե դիտորդական առաքելության վերաբերյալ դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով նրանց անաչառությունն ու չեզոքությունը կասկածի տակ դնելով։ Սա էլ նոր նախադեպ է, այսինքն դիտորդական առաքելությունները վերահսկողություն են անում գործընկեր դիտորդականների նկատմամբ, ասեմ այստեղ իմ համար ծայրաստիճան անընդունելի է, որովհետև իրենց դիմումը իրավաբանական տրամաբանությունից եւ ընտրական օրենսգրքի տրամաբանությունից դուրս է, որովհետև նախ առաջին հերթին իրենք հարցականի տակ են դնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը։ Այսինքն, եթե կար չեզոքության ու անաչառության խնդիր, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն որերորդ անգամ հավատարմագրում է այս կազմակերպությանը